Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ, աշխատում եմ հենց իմ ծննդավայր Վարդենիսում, Բադեյան պետական մանկավարժական քոլեջում որպես դասախոս, իսկ Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում որպես հոգեբան։ Սակայն այս երկու աշխատատեղը աշխատելուց բացի, փորձում էինք նաև ունենանք մեր սեփական բիզնեսը։ Եվ այս մտահղացումը մեզ տվեց իմ տղաս։ Մենք ընտանիքով կարողացանք գործի դնենք մեր ամբողջ միտքն ու աշխատասիրությունը եռանդը, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակի։ Մենք մտածում էինք, որ մեր առջև դրված այս նպատակը կարողանանք ավելի ընդլայնել, ավելի առաջ գնալ, որպեսզի մեր բիզնեսով մենք կարողանանք եւ Վարդենիսում ճանաչվենք եւ կարողանանք շատ կարեւոր գործ կատարել։ Մենք մեր բիզնեսը փորձեցինք այն ժամանակահատվածում զարգացնել, որի համար դիմեցինք Ֆինկա վարկային կազմակերպություն, երբ մեր տարածաշրջանում սկսվել էր այն ծանր թոհի-բոհի շրջանը, 44 օրյա պատերազմը, դեռ անորոշության մեջ էին, չգիտեին այստեղ կապրեն թե չէ, բայց մենք ընտանիքով լցված էինք միայն ու միայն մի նպատակի առջև, որ մենք մեր տարածաշրջանում, մեր Վարդենիսում, իրենց իմ ծննդավայրում, որը ես այդքան շատ եմ սիրում, պետք է հիմնեմ իմ բիզնեսը եւ ընդլայնեմ։ Եվ շնորհակալ եմ Ֆինկա կազմակերպությանը, որ այդ պահին ինձ հնարավորություն տվեց։ Ես կարողացա հասնել իմ նպատակին, որի համար շնորհակալ եմ ես հենց այդ կազմակերպությանը։ Ես մի երազանք եմ իմ մեջ մտքումս պահել, որպեսզի կարողանամ իրականություն դարձնել, իմ բիզնեսը զարգացնելու, ընդլայնելու դեպքում ես հնարավորություն ունենամ մանկապարտեզներում իմ հացատեսակը հովանավորության կարգով հասցնել մեր մատղաշ սերնդին, քանի որ ես երեխաներին շատ եմ սիրում։ Մեր բիզնեսը ընդլայնելու, զարգացնելուց հետո ես տղայիս խնդրեցի, որ ինքը մտածի իրեն կրթություն ստանալու համար, քանի որ ինքը դպրոցն ավարտելուց հետո չէր սովորել, պետք է ինքը անպայման կրթվի, բարձրագույն կրթություն ունենա, եւ մենք դրա արդյունքն էլ տեսանք, կարողացանք մեր այս ստեղծած հիմնած բիզնեսով հնարավորություն տալ իմ տղային, որպեսզի ինքը ստանա բարձրագույն կրթություն եւ նա արդեն ունի այդ ստատուսը, ինքը արդեն սովորել է եւ ունի դիպլոմը։